Ողջույն, եթերում Մեդպրեսն է։ Եվ դա նշանակում է, որ խոսելու ենք այն ամենի մասին, ինչը կապված է առողջության հետ։ Այսօր խոսելու ենք ծննդաբերությունների մասին։ Ինչու ծննդաբերությունների, քանի որ դա խորհրդանշական է, ծնունդը մարդու կյանքի սկիզբն է։ Այսօրվա մեր հյուրն է Մարգարյան ծննդատուն, մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծնարանի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ գինեկոլոգ Լևոն Հակոբյանը։ Բարև ձեզ բժիշկ Հակոբյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Եվ ուզում եմ անդրադառնալ հենց առաջին հարցով, վերջին շրջանում ամենաակտուալ հարցին, դա կեսարյան հատումների թեման է։ Կեսարյան հատումների թվի ավելացում է նկատվում, ուզում եմ իմանամ արդյոք դա այդպես է թե ոչ, եւ արդյոք դա միայն Հայաստանին է բնորոշ, թե այլ երկրներ նույնպես նման տենդենս են նշում։ Իհարկե ոչ։ Տենդենսը կա, եւ այդ տենդենսը նոր չի սկսվել, մոտ 30-40 տարի առաջ, երբ սահմանն իջեցվեց նորածինների մինչև 22 շաբաթ հղիության, պատղի իրավունքները հավասարվեցին մոր իրավունքների հետ։ Եվ շահերը նույնն են։ Իսկ մենք սկսեցինք ստանալ երեխաներ 500 գրամ, 600, 700 իրենց խնդիրներով, հիվանդությամբ եւ բարձր մեռելացնությամբ։ Դրա համար փոխվեց մոտեցումը եւ կեսարյան հատումները զգալիորեն սկսեցին աճել։ Մոտավորապես հասան 25-30%-ի, բայց այստեղ մի ուրիշ բան առաջացավ։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդացությունը եւ մեռելացությունը չիջավ կեսարյան հատումները շատացնելու, այլ խնդիրները ավելի շատացան, առաջ եկան մայրական հիվանդություն եւ մահացություն։ Այդտեղից ելնելով տենդենսը սկսվեց փոխվել հակառակ կողմը։ Ինչ որ չափով կեսարյան հատումների տոկոսի իջավ արտասահմանում եւ օպտիմալ բալանսը կազմում է 18-ից 22%։ Այդ ժամանակ լինում է պահպանել եւ նորածնի շահերը եւ մոր շահերը եւ մեռելացությունը եւ հիվանդացությունը նորմալ հնարավոր սահմաններում են եւ հնարավոր է աջակցություն ցույց տալ եւ մորը եւ պտղին։ Այսինքն ունենք որոշակի սահմանային ցուցանիշ, որի դեպքում կեսարյան հատումները արդարացված են եւ մնացած ավելի բարձր, օրինակ դուք նշեցիք 18-ից 20%, այսինքն ավելի բարձր ցուցանիշի դեպքում 35 կամ 40%-ի դեպքում բարդություններ են առաջանում են բարդությունները եւ լավացում չի կա, տեղի չկա, չի ունենում։ Ոչ մոր առողջական կտրվածքով ոչ էլ պտղի։ Իսկ այն երկրներ, որոնք այդ ցուցանիշը պահպանում են եւ ինչու՞ հետապարվող չէ, որ այնտեղ պահպանում են այն երկրները, որտեղ բարձր մակարդակի է բուժ օգնությունը, հատկապես սկանդինավյան երկրները եւ Եվրոպայի զարգացած երկրները։ Տենդենսը դեպի լայն տարածում գտած կեսարյան հատումները դա Բրազիլիան է, Աֆրիկան, Հնդկաստանը, որտեղ ցուցումները չեն պահպանվում եւ չեն կարողան ապահովել նորածինների խնամքը, հատկապես փոքր ժամկետների 22, 23, 24, 25, 26։ Դրա համար էլ կեսարյան հատումները ավելի հաճախ են կատարվում։ Շատ լավ։ Իսկ մեկ կնոջ համար կա որոշակի սահմանափակում կեսարյան հատումների թվի համար։ Սահմանափակում չկա, բայց ես ուզում եմ նշել, որ ամեն մյուս կեսարյան հատման հետ առաջանում է եւ ավելի մեծ խնդիրներ։ Հատկապես մոր մոտ, որը արտահայտում է արնասությամբ, կապումային պրոցեսով, արգանդի վնասումով, մեծ տրավմատիզացիայով։ Ինչքան շատ է կատարվում, այնքան շանսերը բարձրանում են բարդությունների։ Բոլոր մանկաբարձ գինեկոլոգները կնշեն, որ հղիները իրենց առաջին այցի ժամանակ երբեմն նույնիսկ չեն հասցնում ծանոթանալ, բայց նշում են, որ իրենք ցանկանում են կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերել։ Ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ կանայք իրենք են իրենց ցանկությամբ ուզում ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով։ Այստեղ երկու հանգամանք կա։ Առաջինը վախը, կնոջ թվում է, որ ծննդաբերության ժամանակ այնպիսի սարսափելի բաներ են կատարվում, որ նա չի կարող հաղթահարել։ Եվ երկրորդը իհարկե ցավի կոմպոնենտը, որ այնպիսի ցավ պետք է նա զգա, որ չկարողանա դիմանա եւ դրա համար նրանք ընտրում են երկրորդ տարբերակը կեսարյան հատման։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ երկու մասն էլ խնդրի կարելի է լուծել։ Առաջինը, երբ հղին հղիության ժամանակ խիստ կապի մեջ է իր վարող բժշկի հետ
եւ բոլոր խնդիրները, հարցերը քննվում են հղիության ժամանակ, բացատրություն է ստանում եւ ամենակարևորը այն վստահությունը, որ բժիշկը կարող է ներդնել կնոջ մեջ եւ նա պատկերացնում է, որ կողքի կանգնած մարդը իրեն բոլոր խնդիրները կլուծի։ Եվ երկրորդը, ցավազրկման պահը բարձր մակարդակով կարելի է լուծել։ Այսինքն ցավազրկումը կարող է լինել այնպեսին, որ ընդհանրապես ոչի բան չզգա կինը ծննդաբերության ժամանակ։ Եվ դա տարածված է դիվիդեպ շատ կանայք այդ երկու հանգամանքը եթե պահում ենք, հրաժարվում են կեսարյան հատումից։ Ծննդաբերում են նորմալ ծննդաբերական ուղիներով։ Երկու գործոնները, որոնց մոտ կանանց մոտ առաջացնում են այդ վախը ծննդաբերությունից եւ ցավից, երկուսն էլ հնարավոր է կորեկցիայի ենթարկել։ Իսկ եթե կանայք, ովքեր որ ծննդաբերել են կեսարյան հատման ճանապարհով, ցանկություն ունեն հաջորդ ծննդաբերությունը գնալ բնական ճանապարհով, արդյոք դա հնարավոր է, թե եթե կեսարյան հատում, ապա կեսարյան հատում։ Իհարկե հնարավոր է, բայց մի քանի հանգամանք կա։ Առաջինը պետք է գնահատել սպիի վիճակը, նախորդ կեսարանից հետո պետք է գնահատել ենթադրյալ քաշը, պետք է հաշվի առնել հագեցված է հիմնարկը սարքավորումներով թե ոչ, երրորդը պետք է հաշվի առնել ունեն փորձ այդ մասնագետները անցկացնեն այդպիսի ծննդաբերություն, դա բարդ ծննդաբերություն է, պահանջում է մեծ հմտություն, բայց հնարավոր է։ Մեզ մոտ անցկացվում է ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո եւ այդ փորձը մեզ մոտ կա։ Քանի որ խոսեցիք բաժանմունքի հագեցվածության մասին, իսկ ինչպիսի հագեցվածությունի բաժանմունքը, որը որ դուք ղեկավարում եք։ Կենտրոնը մեր երրորդ մակարդակի կենտրոն է, այսինքն հագեցվածությունը ամենաբարձր մակարդակի է, ունենք 6 առանձին ծննդաբերական սենյակներ, որոնք հագեցված են եւ մանկական եւ մանկաբարձական սարքավորումներով։ Հատկապես ավելի խիստ եւ ավելի լայն հագեցված է մանկական բաժինը, ինչու եմ դրա մասին ուզում շեշտել, որովհետեւ հանրապետության բոլոր շրջաններից մեզ մոտ ընդունվում են երեխաները փոքր քաշով, տարբեր տեղեր ծննդաբերած։ Եվ մենք օգնում ենք այդ երեխաներին նույնպես այսքան ովքեր որ փոքր քաշով կամ անհաստ ծնվել են այլ տեղափոխվում են մեզ մոտ եւ այդ բուժումը ստանում են մեզ մոտ 1 ամիս, 2, 3, այդ ինչքան է տևում։ Եվ խնդրում եմ նշեք, քանի որ խոսեցինք արդեն կեսարյան հատման մասին, խնդրում եմ նշեք բնական ծննդաբերության առավելությունը կեսարյան հատման նկատմամբ։ Բնական ծննդաբերության առավելությունն նրանում է, որ պտուղը անցնելով այդ երկար ճանապարհը հասունանում է եւ բոլոր ֆերմենտատիվ սիստեմները մինչեւ վերջ ակտիվանում են։ Կեսարյան հատման ժամանակ երբ մենք ստանում ենք պտուղը, նրան ադապտացիոն հնարավորությունները ցածր են, իմունիտետը իջած է, բիֆիդոբակտերիաները դեֆիցիտ կա պտղի աղիքների մեջ եւ այն հասանոցումը, որ ստանում է երեխան անցնելուց բնական ուղիներով, նա չի ստանում։ Այսինքն երեխայի ադապտիվ հատկանիշների համար ավելի լավ է նախընտրելի է բնական ուղիներով ծննդաբերել։
Շատ լավ, եւ նշենք նաեւ, որ կան դեպքեր, երբ որ կեսարյան հատումը ուղղակի անխուսափելի է։ Այո։ Եվ մոր կողմից կա այդպիսի դեպքեր եւ պտղի կողմից։ Իհարկե։ Հաշվի առնենք, որ կանեք ծննդաբերում են դարերով, ապա ինձ հետաքրքիր է, արդյոք մանկաբարձության այս հատվածում, ծննդաբերության ընթացքում շատ բան է փոխվել ծննդաբերության վարման տակտիկայի մեջ, թե սա այն կայուն ճյուղն է, որտեղ շատ նորություններ չկան եւ ամեն ինչ նույնն է։ Կան նորություններ, բայց ես ասեմ ոչ մի բան չի փոխվել, ռեալ։ Միակ բանը նա է, որ եթե մանկաբարձ գինեկոլոգը հմուտ մանկաբարձ գինեկոլոգը նա չի խառնվում ծննդաբերական process-ում։ Թվում է թե ես ինչ որ պարադոքսալ բան եմ ասում, բայց հմտությունը մանկաբարձ գինեկոլոգին նրանում չի, որ նա միշտ խառնվի, տացություններ, ինչ որ դեղորայքային աջակցություն, ոչ։ Հմուտ մանկաբարձ գինեկոլոգի դերը նրանում է, որպեսզի նա այն ժամանակ process-ի մեջ խառնվի, երբ կա որևէ վտանգ մոր եւ պտղի համար, որտեղ կինը ծննդաբերում է բնազդորեն, իրեն ոչ մեկը պետք չի ծննդաբերության ժամանակ, իդեպ։ Միայն պետք է իրեն կողքը լինել, որ նա զգա, որ կողքը կա այնպիսի անձնավորություն, որը բոլոր դեպքերում իրեն կարող է օգնել եւ այդ վիճակից հանել։ Այնպես որ այստեղ մեծ խնդիրներ չկան։ Հիմնականում կնոջ օրգանիզմի հնարավորություններն են, որը անսահմանափակ են։ Եվ փորձառաբույժ որ ճիշտ գնահատի մանկաբարձական կարևոր չխառնվի, այո։ Շատ լավ։ Եվ շատ կուզեի նայի խոսել ծննդաբերության աջակցության մասին, քանի որ հղի կինը, երբ որ հայտնվում է ծնարանում, գտնվում է մի այնպիսի սիտուացիայում, երբ ինքը մենակ է, իր կողքը չեն իր հարազատները, եւ գտնվում է պերսոնալը բժշկական, որի հետ երբեմն ինքը ծանոթ չի լինում ընդհանրապես եւ բավականին բարդ իրավիճակ է ստեղծում։ Արդյոք ձեր բաժանմունքում ինչպես է իրականացում այդ ծննդաբերության աջակցությունը հղի կանանց, ովքեր որ գտնվում են բաժանմունքում։ Դե աջակցությունը իհարկե բարձր մակարդակի է, բայց ես կնախընտրեի շեշտել այն մոմենտը, որ լավ կլիներ, եթե կինը ծննդաբերել այն բժշկի հետ, որի հետ նա անցել է հղիության ժամանակը եւ լիովին վստահում է։ Ես ասում եմ էլի, երբ որ վախը, տագնապը կնոջ հնարավոր է սահմանափակել կամ լրիվ հանել, ոչ մի խնդրեմ չկա ծննդաբերության մեջ։ Իսկ երբ որ նա գալիս ծննդատուն եւ ոչ մեկին ոչ ճանաչում է, ոչ վստահում է, իհարկե խնդիրները առաջանում են։ Ցանկալի է, որպեսզի կարող բժիշկ լինի եւ հղիությունը վարելու, եւ իմանալով խնդիրները եւ ծննդաբերությունը։ Բայց ակածած դեպքում բոլոր հղիներին իրականացվում է աջակցություն, ես Իհարկե, դա բոլոր տեղերն են նույնն է։ Այստեղ չեմ կարող ասել մեզ մոտ լավ է, ոչ այստեղ վատ է, ոչ։ Նորմալ վերաբերում են կնոջը եւ ամեն ինչ անում են, որպեսզի նա մոտ ծննդաբերությունը անցնի թեթև, ավելի հեշտ։ Իսկ կան արդյոք հղիության ընթացքում որոշակի ֆիզիկական վարժություններ, միգուցե այլ պարապմունքներ, ինչը հնարավորություն կտա հղիին եւ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստվել ծննդաբերությանը եւ ծննդաբերությունը որպեսզի անցնի ավելի հեշտ, հարթ եւ ավելի արագ ամենակարևորը։ Իհարկե կան։ Հատկապես ես կուզեի նշեի մայրության դպրոցը, դա ինչ է իրենց ներկայացնում, ուրեմն հղիության ժամանակ անցկացվում են պարապմունքներ հղիների հետ, տարբեր թեմաներով ցավազրկում, ծննդաբերության ընթացքը, ծննդաբերության բարդությունները, նորածնի կերակրելը, պտղի բարդությունները եւ երբ որ կինը ստանում է ինֆորմացիա եւ հարց ու պատասխանի միջոցով ամեն ինչը պարզաբանվում է, նա ավելի հանգիստ է մտնում ծննդաբերության մեջ։ Ֆիզիկական եւ շնչառական վարժությունները, որ անցկացվում են մայրական դպրոցի ժամանակ, խիստ օգնում են ծննդաբերության ժամանակ։ Շատ լավ եւ ճիշտ պրակտիկա է։ Եթե կատարածում շատ լավ է։ Մեզ մոտ մեր հիմնարկում այդպիսի դպրոց կա եւ մենք արդյունքները տեսնում ենք։ Այսինքն հղիները մայրության դպրոցում կարող են եւ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ լինել ծննդաբերություն, քանի որ իրենց ամեն ինչ ծանոթ է այդ ընթացքում։ Եվ մեկ հարց նորից վերջին շրջանում քննարկվող ջրում ծննդաբերությունների մասին, արդյոք ինչ է դա իրենց ներկայացնում, ունի առավելություններ եւ հենց բուն որ էտապն է ծննդաբերության անցնում ջրում։ Ջրում ծննդաբերությունը տարածված է աշխարհում, ոչ լայն, բայց կա տարածում։ Կա լրիվ ցիկլը եւ կա ավելի կարճատ։ Լրիվ ցիկլը, երբ որ ամբողջ ժամանակը անցկացնում է ջրում եւ երեխան էլ է ծնվում ջրում։ Բայց ասեմ երկրորդ տարբերակը ավելի ինձ թվում է ավելի եւ մատչելի է եւ հեշտ է եւ հիմնականում
նույն ֆունկցիան է կատարում, ինչ որ լրիվ ցիկլ, այսինքն ծննդաբերություն 3 փուլից է բաղկացած։ Երկրորդ եւ երրորդ փուլը մոտավորապես 10%-ն է կազմում ընթացքի եւ ցավոք չի։ Առաջին փուլն է ցավոտ այդ գծկանքների ծննդաբերության բացման փուլը, այսինքն առաջի շրջանը։ Եվ մեզ մոտ մենք կարողանում ենք ապահովել ջրային աջակցություն, դա ինչու՞մն է կայանում, որ համապատասխան պայմաններում նա անցկացնում է ջրում առաջի ժամանակը, մոտավորապես 8-ից 10, այո, այդ ժամանակ բթանում է ցավի զգացումը, խիստ կարճանում է ծննդաբերության ընթացքը եւ համարյա անցավ բացման process-ը։ Եվ իհարկե ավելի կոմֆորտ է ջրի մեջ, քան երբ մկանները հանգստանում են, եւ մենք տեսել ենք ինչպես է կինը ավելի լավ պայմաններում ծննդաբերում եւ դրանից հետո մենք կարող ենք արդեն իրան տեղափոխել ծննդաբերության երկրորդ, երրորդ փուլը։ Եվ վերջում խնդրում եմ խորհուրդ այն կանանց, ովքեր որ պատրաստվում են մայրանալու։ Մի խորհուրդ տամ, վստահ եղեք ձեր վրա։ Վստահ եղեք ձեր բժշկի վրա եւ ամեն ինչը լավ կլինի։ Շատ լավ։ Շնորհակալություն բժիշկ Հակոբյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցը եւ խորհուրդները ձեզ կօգտակար կլինեն։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։